Հայաստանին Նիկոլ Փաշինյանը դարձնում է աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։ Մի աշխարհաքաղաքական բևեռ Հայաստանի առաջարկությամբ պետք է միջամտի Հայաստանի ներքին կյանքին, անդադ մեր դեմ Ռուսաստան հիբրիդային պատերազմ է մղում, բայց մենք չգիտենք ինչ պատերազմի մասին է խոսքը։ Մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից տոտալ անտարբերություն։ Բոլոր ընդդիմադիրներին պիտակում են որպես Ռուսաստանի կողմից մղվող հիբրիդային պատերազմի գործիքներ։ Ինչ-որ sense հիմար, բութ, ռոպագանդիստական շղթայետ գործ ունենք։ Բարձր արժեքներով առաջնորդվող իբրև թե Եվրամիությունը աջակցում է ռեպրեսիաներին, այս բռնություններին։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը մեծ շատ լուրջ, իր համար լուրջ ու կարևոր հարց է լուծում։ Իր իշխանությունը վերարտադրելու համար հայ ժողովրդի վրա դրսից տղա է բերում։ Իսկ արդեն կոպիտ միջամտություն, այսինքն Եվրամիությունը ունի իր տեխնացուին, վարչապետի եւ ամեն ինչ անում է առաջամղում, որպեսզի դա ընտրվի եւ թքած հայ ժողովրդի եւ Հայաստանի շահերի վրա։ Չեմ զարմանա, իրոք, իսկապես չեմ զարմանա, եթե ինչ-որ մի օր պարզվի, որ այդ նույն խնդիրը լուծելու համար Հայաստանը Նիկոլ Փաշինյանը օգնություն է խնդրել Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Դա ինչ-որ միֆ կա, որ մինչեւ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը եղել է Ռուսաստանի գաղութը։ Նիկոլ Փաշինյանը եկել է Հայաստանին անկախություն է բերել, իրական անկախություն, եւ հիմա Ռուսաստանը ուզում է վերադարձնել իր գաղութին, հիբրիդային պատերազմ մղում, Նիկոլ Փաշինյանը փորձում է դրան դիմադրել։ Սա բանը հիմարություն, ասեմ, միֆ է, ինչ ասեմ, ոնց գնահատեմ։ Չգիտեմ, ինչ-որ շատ կասկածելի թունավոր խոսակցություններ են, որ ներդրվել են մեր մեջ, անդադ, որ Հայաստանը եղել է Ռուսաստանի գաղութը, ով որ այդպեսի բան ասում, նա քարոզիչ է, ստախոս է, Հայաստանը չի եղել Ռուսաստանի գաղութը երբեք։ Այ Նիկոլ Փաշինյանը կարա դարձնի Հայաստանը Ռուսաստանի գաղութ ինչ-որ մի օր, բայց անկախ Հայաստանը իր բոլոր կախվածություններով արտաքին աշխարհից չի եղել Ռուսաստանի գաղութը, ոչ թե Պետրոսյանի օրոք, առավել ևս, երբ որ Հայաստանը ամենաանկախն է եղել, ոչ Քոչարյանի օրոք, ոչ Սերժ Սարգսյանի օրոք, բայց ում է պետք դրսից բերված իշխանությունը։ Եվ կապ չունի այդ իշխանությունը բերում ես Միացյալ Նահանգների, Բրյուսելից, թե Մոսկվայից։ Այդպիսի իշխանություն պետք չի եւ յուրաքանչյուր ազգային իշխանություն այդպես պետք է մտածել։ Այս ամենը շատ վատ է։ Այս ամեն ինչը պետք է հաղթահարել, այս ամեն ինչը պետք է կանգնեցնել։ Ընկերներ, ողջույն, ընդհատակի զրույցները շարունակվում են։ Այսօր առաջարկում եմ քննարկենք Հայաստան, Եվրամիություն հարաբերությունները։ Մենք բազմիցս նշել ենք, արձանագրել ենք, փաստերով ապացուցել ենք, որ Նիկոլ Փաշինյանը հանուն իր իշխանության վերարտադրության պատրաստ է ամեն ինչի, տարածիորեն ամեն ինչի, օրինակ վաճառել Հայաստանի շահերը, հայաթափել Արցախը, Հայաստանին ու Արցախին տանել կործանարար պատերազմը չկանգնեցնել, այսինքն ամեն ինչի պատրաստ է, միայն թե իր իշխանությունը, իր ռեժիմը վերարտադրվի եւ այդ ռեժիմին ոչինչ չսպառնա։ Բոլորին պատրաստ է գցի բանտերը, աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններում պատրաստ է վաճառքի հանել, աճուրդի հանել Հայաստանի ազգային պետական շահերը։ Ինչի համար եմ ասում, որովհետեւ ընդամենը օրեր առաջ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը մի հետաքրքիր հայտարարություն արեց, որը ես ուզում եմ բառացիորեն կարդալ։ Եվ այսպես, մեջբերում. հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Մենք այսօր նախաճաշ ունենք նախատեսված Հայաստանի կողմի հետ, որի ժամանակ կքննարկվի երկրում գալիք խորհրդարանական ընտրությունները։ Մենք խոսենք, թե ինչով կարող ենք նրանց օգնել այդ հարցում։ Հայաստանը, շարունակում եմ, Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար։ Ահա, այսպիսի հետաքրքիր հայտարարություն անում Կայա Կալասը, փաստորեն Հայաստանը օգնություն է խնդրել Եվրամիությունից, ինչ-որ օրինված երևութական հիբրիդային պատերազմներին, քարոզչական հիբրիդային պատերազմներին դիմակայելու համար։ Սա իրականում շատ լուրջ խնդիր է, ինչը մենք հիմա քննարկենք, բայց մինչև քննարկման անցնելը առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube անալիքին 191 եւ հավանել, տարածել ընդհատակից զրույցները։ Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, եկեք հասկանանք, այսինքն հանուն իր իշխանության վերարտադրության
առաջարկում է Եվրամիությանը միջամտել Հայաստանի ներքին գործերին, ինչ որ հորինված հիբրիդային պատերազմների դեմ պայքարելու համար, այսինքն Հայաստանին Նիկոլ Փաշինյանը դարձնում է աշխարհաքաղաքական, այսինքն դարձրել է, հիմա էլ ավելի է խորացնում աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ, որտեղ իբրև թե պետք է բախվեն տարասեր, իրարամերժ աշխարհաքաղաքական բևեռներ։ Իրականում կարող է տպավորություն ստեղծվել, որ նմանատիպ քաղաքականությամբ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները ել ավելի խորացվում են, ռազմավարական բնույթ են ստանում ռազմավարական համագործակցության, բայց իրականում Նիկոլ Փաշինյանի կործանարար այս մոտեցումը իմ համոզմամբ էականորեն վնասում է Հայաստան-Եվրամիության ոչ վաղ անցյալում առողջ հարաբերություններին, որովհետև եթե Եվրամիությունը միջամտի Հայաստանի ներքին գործերին, սա չի կարող իր հետքը չթողնել։ Սա այսպես, այսինքն Ռուսաստանի միջամտությունը դա դատապարտելի է, դա կործանարար է, դա հայոյանքի եւ անեծքի արժանի մի բան է, իսկ օրինակ Եվրամիությանը կարելի է միջամտել Հայաստանի ներքին գործերին եւ օգնել Հայաստանի իշխանություններին, եթե դիցաբանական լեզվով ասենք եւ որպես երկու փոխարինողներ ընտրենք, հա, Սասանյան Իրան ու Բյուզանդիա, այսինքն Բյուզանդիայի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին օրնված է, իսկ օրինակ Սասանյան Պարսկաստանի միջամտությունը դա հավասարազոր է անեծքի, հայոյանքի, կործանման, աղետի եւ այլն։ Ահա այսպես է նայում, որովհետեւ այստեղ եկեք խոստովանենք, եւս մեկ անգամ ֆիքսենք, արձանագրենք, որ աշխարհաքաղաքական եւ ընդհանրապես քաղաքական շահերը այլ հարթությունում են, արժեքները այլ եւ դրանք ոչ միշտ են իրար հետ համընկնում եւ հաճախ չեն համընկնում եւ այստեղ արժեքների մասին խոսքել չի կարող գնալ։ Մի աշխարհաքաղաքական բևեռ Հայաստանի կողմից, Հայաստանի առաջարկությամբ պետք է միջամտի Հայաստանի ներքին կյանքին եւ այստեղ ամենահետաքրքիրը ինչն է, իշխանությունը, իշխանության պրոպագանդիստները, քաղաքասարակության այդ ներկայացուցիչները, որոնք իրականում պրոպագանդիստներ են, 100 անգամ ասել ենք, ապացուցել ենք, ինչ որ մի հատ հորինված աստվածաշնչյան հրեշ են, հա, ստեղծել հիբրիդային պատերազմ, որը իբրև թե մեր դեմ մղում է Ռուսաստանը, անդադ մեր դեմ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում, բայց մենք չգիտենք ինչ պատերազմի մասին է խոսքը, ընդհանրապես Ռուսաստանից տեսնում ենք ձեռքերը լվանալ, Հայաստանի գործերին ընդհանրապես չմիջամտել, տեղ-տեղ նաև Հայաստանի մասին մոռանալ, Ռուսաստանը այնտեղ Ուկրաինայի ռազմաճակատներում, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցություններում խառն է իր գործերով, գործերը մեկ լավ են, մեկ վատ են, բայց նրա թիվ 1 մարտահրավերը ուկրաինական պատերազմն է, խաղաղության հաստատումը, իր ժայռից բխող խաղաղության հաստատումը եւ այս առումով մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից տոտալ անտարբերություն, ինքը հա իր շահերը արտահայտող հիմքերը այստեղ ունի, դրանք շարունակում են, մենք չենք կարող ասել, որ Ռուսաստանը ինչ-որ միտեղ հեռացել է, բայց ինչ-որ պասիվության շրջափուլի մեջ է ու վերջին 5 տարիներին առնվազն մենք չենք տեսնում Ռուսաստանից որևէ միջամտություն։ Այդ Ռուսաստանի իբրև թե հիբրիդային պատերազմը դա պրոպագանդիստների ստեղծած աստվածաշնչյան հրեշն է, որի դեմ իբրև թե պետքա պայքարել, այսինքն ոչինչ չկա, եւ ոչինչի դեմ պետքա պայքարել եւ հանուն այդ կեղծ պայքարի առաջարկվում է այլ աշխարհաքաղաքական կենտրոնի միջամտությունը Եվրամիության։ Գիտեք, այդտեղ նաեւ մի ուրիշ հարց էլ կա, փաստորեն ինչ է անում Նիկոլ Փաշինյանը եւ ինչ են անում ընդհանրապես նրա պրոպագանդիստները, այդ քաղաքասարակության ներկայացուցիչները։ Մի հնարամիտ, բայց ոչ նոր, որտեղ անհիշելի ժամանակներից այս հնարքը կիրառվում է, բոլոր ընդդիմադիրներին պիտակում են որպես
Ռուսաստանի կողմից մղվող հիբրիդային պատերազմի գործիքներ, այսինքն ով մարտահրավեր է նետում Նիկոլ Փաշինյանին, ուրեմն հովանավորվում է Ռուսաստանից։ Հիմա ես քննադատում եմ, mən հովանավորվում եմ Ռուսաստանից եւ հիբրիդային պատերազմի զինվոր եմ։ Եվ հովանավորվում եմ Կրեմլից ընդհանրապես, այս մեր հաղորդումների շարք ընդհատակի զրույցները։ Եկեղեցին է իրեն հուզող հարցերի մասին խոսում։ Եկեղեցին տնօրինվում է KGB-ի ռուսական կայսրության կողմից։ Սամվել Կարապետյանը Կրեմլն է ուղարկել, Ռուբեն Վարդանյանը Կրեմլն է ուղարկել։ Չգիտեմ, ինչ որ sense հիմար բութ ռոպագանդիստական շղթայի հետ գործ ունենք։ Նույնիսկ Բագրատ Սրբազանի շարժումներ կապում Մոսկվայի հետ, որ սուտ բաներ էին խոսում, իբրև թե Հայաստան, Տավուշի Մարս, ռուբլու մեծ, հոսքա, շարժա արձանագրվել է, շատ հայտնի հնարքա, չգիտեմ, Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ էլ ուզում էին ոչնչացնեին, ասում են տրոցկիստա, ազգայնականը, Անգլիայի շպիոնը, եւ հիմա նույն Ստալինյան եւ ոչ միայն մեթոդաբանությունը կիրառվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի ռոպագանդիստների կողմից։ Ով մարտահրավեր է նետում այս կործանարար աղետալի իշխանությանը, նա Ռուսաստանի կողմից մղվող հիբրիդային պատերազմի զինվորը, գործիքը եւ այլն։ Եկեք խոստովանենք, որ ժողովրդավարության մասին է խոսք գնալ անգամ չի կարող, ժողովրդավարությունը այլ բանի մասին է եւ հիմա բարձր արժեքներով առաջնորդվող իբրև թե Եվրամիությունը աջակցում է այս քաղաքականությանը, աջակցում է մարդկանց բանտերը գցել անմեղ մարդկանց, աջակցում է եպիսկոպոսներին, արքեպիսկոպոսներին բանտեր նետել է, KGB-ի պատվալները գցել է, աջակցում է այս ռեպրեսիաներին, այս բռնություններին եւ Եվրամիությունը աջակցում է, բայց ինչի համար է աջակցում Եվրամիությունը, որովհետեւ այս իշխանությունը իրենց կարծիքով ձեռնտու է, սպասարկում է իրենց շահերը եւ արդեն իսկ սպասարկել է եւ այս առումով ամեն ինչ պարզ է, այստեղ ընդհանրապես արժեքները կապ չունեն, Հայաստանի դեպի Եվրոպա գնալը ընդհանրապես կապ չունի, ուղղակի Նիկոլ Փաշինյանը մեծ շատ լուրջ, իր համար լուրջ ու կարևոր հարց է լուծում իր իշխանությունը վերարտադրելու համար Հայաստանի վրա, Հայաստանի քաղաքական գործիչների վրա, հայ ժողովրդի վրա դրսից տղա է բերում։ Թույլ տալու նրանց միջամտել մեր ներքին կյանքին։ Ընդհանրապես, եթե երկիրը ասում է ես ինքնիշխան եմ, եթե ինքը անկախ է եւ ինքնիշխան է, անթույլատրել է որ ինչ-որ բևեռ միջամտի նա ներքին գործերին, կլինի դա Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրամիությունն ու հասկանալի է Հայաստանի նման փոքր սակավ ռեսուրսներով երկիրը չի կարող բացարձակ ինքնիշխան լինել, բայց սա այս սակավ ռեսուրսների մասին չի, սա արդեն կոպիտ միջամտություն է, այսինքն Եվրամիությունը ունի իր տեխնացուին, վարչապետի եւ ամեն ինչ անում է առաջամղում, որպեսզի դա ընտրվի եւ թքած հայ ժողովրդի եւ Հայաստանի շահերի վրա։ Եվ ես չեմ զարմանա, իրոք, իսկապես չեմ զարմանա, եթե ինչ-որ մի օր պարզվի, որ այդ նույն խնդիրը լուծելու համար Հայաստանը Նիկոլ Փաշինյանը օգնություն է խնդրել Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Ես գրեթե ներքին համոզմունք ունեմ, որ Թուրքիայից իրենք օգնություն խնդրել են այս հարցում Ռուսաստանի դեմ, այս հիբրիդային պատերազմի դեմը առնելու համար։ Իրանք վստահաբար Թուրքիայից օգնություն են խնդրել, ես հիմա չեմ կարող փաստերով ապացուցեմ, բայց զարգացման, գործողությունների զարգացման տրամաբանությունը առնվազն թույլ է տալիս այդպիսի ենթադրություն անել եւ այդպիսի մենք փորձառություն մենք ունենք մեր պատմության ընթացքում, հիշենք, որ առաջին հանրապետության կառավարիչները Սիմոն Վրացյանը եւ մյուսները Հայաստանի կործանման պահին, երբ որ արդեն 11-րդ բանակը ներխուժել էր Հայաստան, կամ պետք է ներխուժեր Հայաստան, օգնություն էին խնդրում Աթաթուրքից, Մուստաֆա Քեմալից, Թուրքիայից, այսինքն Թուրքիայից օգնություն էին խնդրում ընդդեմ բոլշևիկների։ Ես հիմա չեմ ուզում իմ գնահատականը տալ այս ամեն ինչին։ Իհարկե այստեղ ինչ-որ ծաղր, զավեշտ առաջացնող զգացողություններ են, բայց դա եղել է եւ հիմա այս իշխանությունն էլ կարող է այդպիսի բան անել ընդդեմ Ռուսաստանի օգնություն խնդրել Թուրքիայից։
Բայց Ռուսաստանը ինչ է անում, հետաքրքիր է, ինչ է անում Ռուսաստանը, որ հիմա Ռուսաստանը դեմոնիզացվել է, հրաշացվել է, դա ունի իր սխալները։ Եղել են անթույլատրելի դրվագներ հարաբերություններում եւ ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունները շատ միֆական են։ Եթե հայ-թուրքական հարաբերությունները ներկայացնում են շատ դրամատիկ, ռոմանտիկ, Ժիրալի Պարիզյանը ասում է, որ երբեք նրանք թշնամական գործողություն չեն արել, Հայաստանը Թուրքի ոտք չի տեսել, Թուրքիայից սպառնալիք չկա, չէ, Ժիրալի Պարիզյանը հանճարեղ այդ պատմաբանը հիմնավորում է դա։ Բայց այս նույն ռացիոնալությունը, որ կա Թուրքիայի հարցում, իբրև թե ռացիոնալությունը, դա իրականում ռացիոնալություն չի, դա թշնամական քարոզություն է, բայց ինչևից է բացակայում է Ռուսաստանի պարագայում։ Ռուսաստանից կա վտանգ, Ռուսաստանը միջամտում է մենյակին գործերին։ Գիտեք, դա ինչ-որ միֆ կա, որ մինչև Նիկոլ Փաշինյանը Հայաստանը եղել է Ռուսաստանի գաղութը։ Նիկոլ Փաշինյանը եկել է Հայաստանին անկախություն է բերել, իրական անկախություն, եւ հիմա Ռուսաստանը ուզում է վերադարձնել իր գաղութին, հիբրիդային պատերազմ մղում, Նիկոլ Փաշինյանը փորձում է դրան դիմադրել։ Երբ է Ռուսաստանը տես կոպտորեն միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Նույնիսկ 90-ականների շրջափուլը Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակաշրջանն են ներկայացնում որպես ռսահպատակության ժամանակաշրջան։ Սա բանը հիմարությունն ասեմ, միֆ է, ինչ ասեմ, ոնց գնահատեմ։ Ընդհանրապես էլի ես չեմ ուզում խորանալ այդ մանրամասներին։ Այդպիսի կոպիտ միջամտություն Հայաստանի ներքին կյանքին Ռուսաստանի կողմից ես չեմ հիշում։ Հիմա լավ եք ասեն գույք պարտքի դիմաց եւ այլն ու տենց կմտնեն մարտի 1, բան այդ սա այդ միֆական խոսակցությունն է։ Թուրքիայի հետ խոսակցությունները բոլորը տենց ռացիոնալ են։ Թուրքիայից վտանգ չկա, բայց այն բոլորը համոզված են պսևդո առաջադեմ շրջանակները, որ մարտի 1 արել են ռուսները։ Չգիտեմ, 98 թվականի հեղաշրջումը արել են ռուսները։ Քոչարյանին իշխանության են բերել ռուսները։ Չգիտեմ, ինչ-որ շատ կասկածելի թունավոր խոսակցություններ են, որ ներդրվել են մեր մեջ, որոնցից բարձում չկա, որտեղ մենք չենք ուզում այս ամեն ինչին ավելի քաղաքական տեսանկյունից նայել, հա։ Այդ նույն գույք պարտքի դիմացնել ամենաակառուսական գործիչը դեռևս 2001 թվականին եթե չեմ ասում, իր հարցազրույցներից մեկում խոսքը Արամ Սարգսյանի մասին է։ Հիմա հիշենք էլի Արամ Սարգսյանի խոսքերը։ Նույն Արամ Սարգսյանը ասում էր, որ դա նախաձեռնել է Վազգեն Սարգսյանի, վարչապետ Վազգեն Սարգսյանի կառավարությունը, հետո փորձել է շարունակել ինքը, Քոչարյանը դրան սկզբանը դեմ է եղել գույք պարտքի դիմացին, եւ հետո դա բայց հետո Քոչարյանը մտափոխվել է եւ Արամ Սարգսյանը բողոքում է, որ Քոչարյանը արամտամետ Քոչարյանը, ամերիկամետ Քոչարյանը, այն ժամանակ Արամ Սարգսյանը նրան եւ մյուս ռուսամետները նրան մեղադրում են արամտամետ լինելու մեջ, ամերիկամետ լինելու մեջ եւ ընդհանրապես Ամերիկային քննադատում են, որ իբրև թե ինքը իրականացնում է իր գլոբալիստական քաղաքականությունը։ Կամ կարդամ, ես հիմա մոտավորապես եմ վերարտադրում։ Եվ հետո ասում է Քոչարյանը փոշմանեց եւ արդեն ինքը իրականացրեց։ Այդտեղ էլ էլի ընդհանրապես միֆական, քարոշական միֆ կամ շուշ կա, չեմ ասում, որ Ռուսաստանի ազդեցությունը չի եղել, չի կարող չլինել Ռուսաստանի ազդեցությունը, մեծ երկիր է, կայսրություն է, կայսերական քաղաքականությամբ, ունի իր տնտեսական շահերը, քաղաքական շահերը, ռազմական շահերը եւ այլն, բայց անդադ որ Հայաստանը եղել է Ռուսաստանի գաղութը, ով որ այդպեսի բան ասում, նա քարոզիչ է, ստախոս է, Հայաստանը չի եղել Ռուսաստանի գաղութը երբեք։ Այդ Նիկոլ Փաշինյանը կարա դարձնի Հայաստանը Ռուսաստանի գաղութ ինչ-որ մի օր։ Բայց անկախ Հայաստանը իր բոլոր կախվածություններով արտաքին աշխարհից չի եղել Ռուսաստանի գաղութը։ Ոչ թե Պետրոսյանի օրոք, առավել եւս, երբ որ Հայաստանը ամենաանկախն է եղել, ոչ Քոչարյանի օրոք, ոչ Սերժ Սարգսյանի օրոք։ Եվ Հայաստան դրսից տղա բերելու այս մշակույթը արդեն իսկ ինստիտուցիոնալ է դարձնում Նիկոլ Փաշինյանը ինքն է դառնում։ Դրսից փորձում է ԵՄ բերել, հետո չգիտեմ, ուրիշ մեկին կբերի, Թուրքիայից կարող օգնություն խնդրել, Ադրբեջանից կարող օգնություն խնդրել եւ վստահ եմ ինչ-որ մի օր իր իշխանությունը պահելու համար ռուսներից էլ օգնություն կխնդրի։ Բայց ում է պետք դրսից բերված իշխանությունը։ Ում է պետք դրսի աջակցությամբ իշխանությունը։ Դա թույլ, դա կործանարար, ազգի պետության համար կործանարար, աղետաբեր իշխանություն է լինելու։ Եվ ես ուզում հիշալ էլի այդ 2000
2000 չեմ հիշում որ թվականին առաջին նախագահի խոսքերը որ ասում էր սկուտերի վրան էլ մա ծաղիկ դրած ինձ դրսից իշխանություն բերեն չեմ ուզում այդպիսի իշխանություն առաջին նախագահն էր ասում եւ կապ չունի այդ իշխանությունը բերում ես Միացյալ Նահանգների Բրյուսելից թե Մոսկվայից այդպիսի իշխանություն պետք չի եւ յուրաքանչյուր ազգային իշխանություն այդպես պետք է մտածի բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերոյա այդ տրամաբանությունից իր ուշքում իր իշխանությունն է իր падավատն է այդ ջիպերը այդ բարեկեցիկ կյանքը իր ԿՊ-ականների բարեկեցիկ կյանքը կոռուպցիան մյուսը ֆլանը ֆստանը եւ այլն արդեն չեմ ուզում խորանալ այսպիսի վտանգավոր զարգացումներ եւ ցավալի է որ Հայաստան Եվրամիություն հարաբերությունները այսպիսի ռելսերի վրա են հայտնվել դրա Եվրամիությունը շատ կարևոր ուղղություն է Հայաստանի համար Հայաստանը եվրոպական պետություն է եւ ուզում է կայանալ որպես եվրոպական պետություն Հայաստանի համար Հայաստանի առողջ քաղաքական ուժերի համար այդ արժեքները շատ կարևոր են եվրոպական արժեքները եւ այլն բայց հիմա ինչ-որ լուրջ կնճիռ է առաջանում Հայաստանի Եվրամիություն հարաբերություններում այսա Շարլ Միշելը քիչ էր Արցախի հայաթափման այդ առաջին դրոշակակիրը եւ հիմա ինչ-որ կալասներ են ավելացել չգիտեմ ովքեր են չգիտեմ կարող անուն սխալել ասացիք ներողություն եմ խնդրում ես էլ մի քիչ արդյունացա ինչևից է այսքանը այս ամենը շատ վատ է այս ամեն ինչը պետք է հաղթահարել այս ամեն ինչը պետք է կանգնեցնել այսքանը շնորհակալ եմ կհանդիպենք բայց մինչև հեռանալը առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube ալիքին հավանել տարածել ընդհատակից զրույցները լավ եղեք